Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը։ Հերթական նիստին հարցաքննվել է Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Իշխանյանն իբր հայտարարել է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ինքը որպես գումարտակի հրամանատար ենթարկվել է Մոնթե Մելքոնյանին, որ բանակի հրամանատարն այն ժամանակ եղել է Սամվել Բաբայանը։ Իշխանյանը խոստովանել է նաև, որ կռվել է ադրբեջանցի զինծառայողների դեմ Մարտակերտում, Մարտունիում, Քարվաճառում եւ Աղդամում։ Դատական նիստը շարունակվում է։ Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիան դեմ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի պայմաններին։ Ֆրանսիան աջակցում է հայկական դիրքորոշմանը, որը ձգտում է խաղաղության պայմանագիրը ստորագրել առանց սահմանադրության փոփոխությունների, հնարավորություն թողնելով ապագա տարածքային պահանջների համար, նշել է Ալիևը։ Եվրոպական խորհրդարանը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ Եվրոպացի падգամավորները համեմատական են անցկացրել հայոց ցեղասպանության եւ վերջին տարիների դեպքերի միջև նշելով, որ վերջին իրադարձությունները Թուրքիայի ու Ադրբեջանի պատմական պատասխանատվություն չկրելու վտանգավոր հետևանքներն են։ Նիստի ընթացքում падգամավորները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են։ Կոչ են արել Եվրամիությանը որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի քաղաքական ու տնտեսական շահերից։ Իրանը հետևում է Ադրբեջանի զարգացումներին եւ պահվածքին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստան-Իրան գործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Պույա Հոսեյնին։ Նրա գնահատմամբ Իսրայել-Ադրբեջանին զենք է մատակարարում, որն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Եթե Իրանը թուլանա, նրանք կարող են օգտվել վիճակից եւ նրա դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասից, կարծում է նա։ Հոսեյնին հավելել է, որ Իրանը եւ Հայաստանը պետք է գործակցություն հաստատեն անվտանգության ոլորտում, քանի որ այս հարցում փոխկապակցված են։ Իրանն ու Հայաստանը բախվում են տարածաշրջանային նմանատիպ սպառնալիքների, ուստի անվտանգության ոլորտում գործակցությունը պետք է հասնի այնպիսի մակարդակի, որը վերականգնի խախտված հավասարակշռությունը, ընդգծել է նա։ Հայտարարում էր, թե ընդամենը երկու պահանջ ունեն Հայաստանից՝ ընդամենը ու խաղաղության համաձայնագիր կստորագրի։ Մուկն ու կատու է ուղակի խաղում։ Ընդամենը դեկտեմբերին էր հաստատ պնդում անում Մոսկվայում ռուսական լրատվամիջոցին համոզում, թե հենց բոլոր կետերը համաձայնեցնեն, ստորագրելու է։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Հիմա 17 կետանոց փաստաթղթի 17 կետն էլ համաձայնեցված են։ Երևանը տեղ ու ժամ է հարցնում ստորագրելու։ Նա էլի մանևրում է, ձգում, պաշտոնապես երկու պահանջ ներկայացնում՝ սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում, ոչ պաշտոնապես Բաքվի մեդիայով 1 ու ցածր ռանգի պաշտոնյաների բերանով է ուզում արևմտյան ադրբեջանցիներ կոչվածի վերադարձ, Զանգեզուրի միջանց կոչվածով անցուդարձ Հայաստանի ապառազմականացում ու նաեւ հատուցում է ուզում Հայաստանից։ Այս հատուցման մասին Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան է խոսել, միացել պահանջողների շարքին։ Կարճ զրույցում 13 անգամ Հայաստանի անունն է տվել։ Այս կնոջ դատողությամբ էլ էկոլոգիական ու հումանիտար հանցագործությունների հեղինակը Հայաստանն է։ Ադրբեջանի պաշտպանը Արցախի խաղաղ բնակչության գնդակոծությունից չի խոսել։ Միջազգայինորեն արգելված զենք ֆոսֆորով հայ զինվորներին վառելուց չի խոսել, չի հիշել, թե ինչպես էին ռմբակոծում Ստեփանակերտի ծննդատունը։ Ընդամենը նրա սիրտը ամբողջ ուժով ձգտում է մի բան պոկել Հայաստանից։ 2025-ին կշարունակենք մեր գործունեությունը պաշտպանելու Հայաստանից վտարված մեր հայրենակիցների իրավունքները եւ ապահովելու նրանց վերադարձը հայրենի հողեր։ Ալիևան շարունակում է շեֆի զեղծարարությունը, հանրահայտ վանդալն է վանդալիզմից խոսում։ Այս կինն ասում է, հայերը իբր ոչնչացրել են իրենց պատմական հոգևոր մշակութային հուշարձանները։ Ալիևի մանր ու մեծ կատարածուները հենց նրա լեքսիկոնով են պահանջ վերջնագրերը ներկայացնում։ Ինչ ասում Ադրբեջանի նախագահը, ասում է, երբ Հայաստանի նրա այդ հիմնական թեզիսը կամ իբրև թե իր արդարացումը, իբրև թե չի վստահում Հայաստանին եւ դրա համար էլ այդ պայմանները ուզում է վերջնական խաղաղություն։ Նրա պահանջների առանցքում անշուշտ միջանցք կոչվածն է, բայց նա Թերանն աչքի առաջ ունի։ Հիմա ռևերանսներ է անում Իրանին, իրեն հերրու դիրքավորում ԱՄՆ-Իսրայել հակաիրանյան կոալիցիայից, որ թերևս բան պահանջի դրա դիմաց Թերանից, բայց Թերանը պնդում է, Սյունիքի մարզի շուրջ ստեղծված վիճակը փոխկապակցված է Իրանի շահերի հետ, սահմանների ցանկացած փոփոխություն Թերանի համար անընդունելի է։ Թերանում փաստորեն նոր չէ, որ գիտեն Ալիևին ու նրա ախորժակը։
Իսրայելի պաշտպանության բանակը ցախալը հայտարարել է ցամաքային գործողություն սկսելու մասին, որը գտնվում է Գազա քաղաքի արևելքում։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են ցամաքային գործողություն իրականացնել Գազայում, անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով, ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Բրյուսելում գումարած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ քարտուղար Մարկո Ռուբիոն կրկին խոսել է անդամ երկրների հնայի 5%-ի դաշինքի ռազմական ծախսերին հատկացնելու պահանջի մասին, որը վերաբերում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ոչ ոք չի ակնկալում, որ դա կարվի 1-2 տարում, բայց պետք է արդեն նախանշել ծրագիր, դա դաժան ճշմարտություն է, բայց այն պետք է ընդունել։ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պետք է կարողանա պաշտպանել դաշինքի տարածքը եւ զսպել ցանկացած սպառնալիք, հավելել է Ռուբիոն։ Ֆրանսիան ու Գերմանիան կոչ են անում կոշտ եւ միասնական պատասխան տալ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսատուրքերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ ամբողջ համաշխարհային տնտեսությունը կտուժի Ամերիկայի Միացյալ Նահանգների չմտածված միջոցառումներից։ Իսպանիայի վարչապետը հայտարարել է իսպանական տնտեսությունը 14.1 միլիարդ եվրո արժողությամբ առևտրային տուրքերից պաշտպանելու պետական ծրագրի մեկնարկի մասին։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ասել է, որ Կանադան 25% հակամաքսատուրք կսահմանի Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրվող ավտոմեքենաների վրա, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ Մեքսիկա-Կանադա համաձայնագրին, ի պատասխան կանադական ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսատուրքերի, որոնք մտել են ուժի մեջ։ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Յուն Սուկ Յոլին պաշտոնանկ անելու որոշումը։ Պաշտոնանկության շարժառիթը խորհրդարանի իմպիչմենթի միջնորդությունն էր, որը հետևեց անցյալ տարի Յուն Սուկ Յոլի կողմից ռազմական դրություն սահմանելու որոշման պատճառով երկրում ստեղծված ճգնաժամին։ Գործող սահմանադրության համաձայն նախագահի պաշտոնանկությունից հետո Հարավային Կորեայում 60 օրվա ընթացքում պետք է անցկացվեն նոր ընտրություններ, իսկ մինչ այդ երկրի ղեկավարումը ստանձնել է վարչապետ Հանդակ Սուն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կարծում է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է անկախ լինել Դանիայից, իսկ կղզու հարաբերությունները նահանգների հետ հնարավոր կլինի քննարկել թագավորությունից հեռանալուց հետո։ Ես կարծում եմ, որ նրանք ցանկանում են անկախ լինել Դանիայից։ Երբ նրանք դա անեն, մենք կկարողանանք խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները նահանգների հետ, ասել է Վենսը Newsmax հեռուստալիքին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը նավթի գներն ամենաշատն են իջել գրեթե 3 տարվա ընթացքում, քանի որ էներգետիկ շուկան տուժել է աճող առևտրային պատերազմի եւ OPEC-ի մատակարարման անսպասելի աճի հետևանքով։ Ամերիկյան նավթի ֆյուչերսները նվազել են 6.6%-ով, հասնելով $66.95 մեկ բարելի դիմաց։ Սա հում նավթի գների ամենամեծ մեկօրյա անկումն է 2022 թվականի հուլիսից ի վեր։ Նախագահ Թրամփը Air Force One նավի վրա գտնվող լրագրողներին հպարտորեն ցուցադրել է իր վարչակազմի $5 միլիոն արժողությամբ ոսկե քարտի դիզայնը։ Դեռևս փետրվարին Թրամփը բացահայտեց պլաններ սկսելու ոսկե քարտեր վաճառել, որոնք կներառեն գրին քարտի արտոնություններ։ $5 միլիոն սա կարող է լինել ձերը, լրագրողներին ասել է Թրամփը։ Էգեյան ծովում Թուրքիայի ափերի մոտ միգրանտներին տեղափոխող նավակ է խորտակվել։ Դեպքի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, 25-ը փրկվել են տուժածներին, տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Կրիշտիանո Ռոնալդոն կրկին գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը, բայց այս անգամ ոչ թե գոլերով, այլ կատվի հետ շփմամբ։ Ալ-Նասրի պաշտոնական սոցիալական էջերում հրապարակված տեսանյութում Ռոնալդոն ժամանում է մարզման, ողջունում է կատվին, իսկ վերջինս պատասխանում է։ 2024 թվականի առաջին 3 ամիսներին Հայաստանում գնաճը կազմել է 2.5%, վիճակագրական կոմիտեից հայտնել են, որ սննդամթերքի գները բարձրացել են 4.1%-ով, նույն չափով 4.1%-ով աճել են նաև ծխախոտի եւ ալկոհոլի գները։ Ի հակադրություն հագուստն ու կոշիկը էժանացել են 2.1%-ով, իսկ կենցաղային իրերը 1.9%-ով։ Առողջապահության ծառայություններն այս ընթացքում թանկացել են 3.3%, տրանսպորտը 3.1%, կրթության ոլորտը 7.8%-ով, իսկ ռեստորաններն ու հյուրանոցները թանկացել են 1.2%-ով։ Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 4:19-ին Կապան քաղաքից 16 կիլոմետր հյուսիս-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
Աշխատանքային իրավունքների ոտնահարման 481 դիմում է ստացել առողջապահական եւ աշխատանքի տեսչականը նախորդ տարի։ Այս թվից 290-ը կամ 60.29%-ը ներկայացրել են կանայք, աշխատավարձի եւ վերջնահաշվարկի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի, աշխատողի առողջությանը պատճառված վնասի թերի վճարումներ ու փոխհատուցումներ, հղիության պատճառով աշխատանքից ազատում։ Սրանք են եղել հիմնական խնդիրները։ Այս տվյալները տարբեր եզրահանգումների տեղիք են տալիս, օրինակ կանանց աշխատանքային իրավունքները խախտվում են ավելի հաճախ, կանայք ավելի հակված են պայքարելու իրենց իրավունքների համար, վարձատրության, հղիության եւ մայրության ժամանակահատվածում իրավական պաշտպանությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր։ Այն, որ մեր երկրում կանայք իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցում առավել հետևողական են, նշում է նաև Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը, սակայն չի կիսում տեսակետը, թե կին աշխատավորների իրավունքներն ավելի շատ են ոտնահարում։ Այն, որ կանայք ավելի շատ են դիմում իրենց աշխատանքային իրավունքների խախտման մասով, դա դեռ չի նշանակում, որ իրենցն է ավելի շատ խախտում։ Ընդհանուր առմամբ ներպետական օրենսդրությամբ չունենք այնպիսի մի երաշխիք, որը չեն խախտում գործատուները, հավելում է Մանասերյանը։ Այստեղ նաև խնդիր ունենք կանանց, եթե կանանց մասին ենք խոսում, ապա նաև կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի, որովհետև շատ բար դեպքերում նաև խտրականության մասով է կանանց իրավունքները խախտվում, այսինքն խտրական վերաբերմունքի են արժանանում կանայք։ 2023-ից հիշենք աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ, սակայն իշխանական падգամավորն արձանագրում է, այն դեռևս բավարար չէ դեպքերի կանխարգելման եւ իրական պաշտպանության տեսանկյունից։ Օրինակ, անցած 1 տարվա ընթացքում տեսչականը ստացել է աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկվելու մասին 3 ահազանգ, սակայն հարուցված վարչական վարույթները կարճել են աշխատավայրում բռնության կամ դրա սպառնալիքը ներառող արարքները չարձանագրելու հիմքով։ Եկող տարի նախատեսում են դպրոցների 26 գործուղված տնօրեն ունենալ։ Կրթական գերատեսչությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը։ Գործուղումը կիրականացվի, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, տեղը չի համալրվել կամ տնօրենն ազատվել է աշխատանքից։ Կրթության փորձագետի կարծիքով այսպիսով գերատեսչությունը հետ քայլ է անում, փորձում շտկել իր սխալներն ու բաց թողումները։ Մենք ինչ-որ բան փոխում ենք, հետո այդ փոփոխությունը ստեղծում է նոր խնդիրներ, փորձում ենք դա կարգավորենք, հետո նոր խնդիրներ եւ այսպես անընդհատ ինքը գծիկի պես գլորվում է։ Ցավոք սրտի մենք հիմա հասանք մի իրավիճակի, որ ունենք դպրոցներ, որտեղ արդեն երկար ժամանակ տարիներով տնօրեն չկա եւ հիմա փորձ է արվում այս նոր ծրագրի միջոցով այդ բացը լրացնել։ Գործուղվել կարող են այն հավակնորդները, որոնք ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ կամ կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն եւ հաղթահարել են հարցազրույցի փուլը, ստացել են կրթության կառավարում եւ առաջնորդություն վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական։ Փորձագետը սակայն տնօրենների ընտրության հարցում խտրական վերաբերմունք է տեսնում։ Մենք անբավարար ենք նշանակում մի տնօրենի, որը ոչ մի վերապատրաստում չի անցել կամ տեխնացուի, եւ ինքը ծախողում է, իր փոխարեն ուղարկում ենք մեկին, որը միջազգային կազմակերպության գումարներով, ամիսներով վերապատրաստվել է։ Պատկերացրեք X գյուղում ապրող տնօրեն է եւ իր ծրագրերը մերժում են 3 անգամ։ Բայց մեկը, որ ապրում է Երևանում եւ արտոնյալ ձևով մասնակցել է այդ ծրագրին, հիմա ինքը գալիս է գյուղ եւ դուրս է մղում տեղացի տեխնացուին։ Գործուղվող տնօրենին 138.300 դրամ լրավճար կտան 5 տարի ժամկետով, եւ չնայած տնօրենների գործուղման համակարգը աշխարհի որոշ երկրներում արդեն կա, այդուհանդերձ կրթության փորձագետը այս մեթոդը մեր դեպքում անարդյունավետ է համարում։ Եթե գործուղվում է հեռավոր մարզ, իր բնակավայրից հեռու միտեղ, իհարկե դա այդքան էլ մեծ գումար չի եւ այստեղ հարցա թե ասենք արդյոք մարդիկ պատրաստ են այդպիսի գործողումների, որովհետև այդքան էլ հեշտ չի այդ գյուղից գյուղ գնալը։ Այս մոդելը օրինակ տնօրենների գործողման Սինգապուրում կիրառվում է, բայց Սինգապուրը ինքը քաղաք պետության պես մի երկիր է, որտեղ այդպիսի խնդիրներ չկան, հեռավորություն եւ այլն։
Խաչատրյանի կարծիքով պետբյուջեից դուրս գրվող ահռելի գումարները կարելի է արդյունավետ տնօրինել։ Անհեթեթ է համարում նաև շուրջ 1400 դպրոցում վարչատնտեսական համակարգողների համար հատկացվող գումարը, որը գրեթե տնօրենի աշխատավարձին հավասար է վարձատրվում։ Եվ ուրեմն ո՞րն է այս արհեստական խառնաշփոթի նպատակը։ Փորձագետը չունի պատասխան։